Դա գաղտնի պլանի մաս է։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի 105 տեխնացուի ինքնաբացարկին անդրադառնալով նշեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Կարապետյանը իրենց այսպես կոչված գաղտնի պլանի գործողություններից եւս մեկը բացահայտեց ու հավելեց. ինքնաբացարկները իրենց մարտավարության մասն են։ Լուրերը հիշեցնելով դաշինքի տարածած հաղորդագրությունը, ըստ որի տեխնացուների ինքնաբացարկները ուղղված են նրանց նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերի նվազեցմանը, հարցրեց, թե հստակ ինչ բռնաճնշումների մասին է խոսքը։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձինք այդքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, Եթե 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Լուրերը հարցրեց, կար մտավախություն, որ այս անձինք մտնելով խորհրդարան կգործակցեն իշխանության հետ եւ դա էր նրանց ինքնաբացարկի պատճառը։ Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Դուք մի դրանում անհանգստացեք, բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Մամուլում շրջանառվում են ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ուժեղ Հայաստան դաշինքի հնարավոր տեխնացուների անունները։ Մասնավորապես շրջանառվել են Արամ Վարդևանյանի եւ Էդգար Ղազարյանի անունները։ Արդյոք դաշինքն արդեն որոշել է իր տեխնացուին։ Դեռ այդ հարցը չեն քննարկել։ Շատ շուտով քննարկելու։ Կարապետյանը անդրադարձավ նաև դիտարկմանը, թե ըստ լուրերի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները եւ հարուցված քրեական վարույթը ազդակ էին անձամբ Սամվել Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Ինչու իր եւ իր եղբոր որդիները չեն ծառայել բանակում, Կարապետյանը ասաց։ Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննեց Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը միջնորդեց Կարապետյանի տնային գալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Ըստ դատախազության վկաների հարցաքննությունը դեռ չի սկսվել, ուստի մտավախություն կա, որ նա կարող է ազդել վկաների վրա։ Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի տնային գալանքը երկարաձգելով 2 ամսով։ Հիշեցնենք, որ Կարապետյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի փողերի լվացման եւ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։